Փաստաբաններին վերջապես հաջողվել է մտնել գործարար Գագիկ Ծառուկյանի բնակարան, որտեղ վաղ առավոտից ընթանում են քննչական գործողություններ։ Ինքը Ծառուկյանը, ինչպես նաև ընտանիքի անդամները, մայրը, կինը եւ երեխաները ներսում են։ Լրագրողներին ասել է Բարգավաճ Հայաստան կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։ Մենք եւս մամուլից ենք տեղեկացել անկեղծորեն, թե ինչ հոդվածներ են շրջանառվում կոնկրետ պարոն Ծառուկյանի անձի հետ կապված, ինչպես նաև մի շարք ձեռնարկությունների, այո, փողերի լվացում, հարկերից խուսափում, բայց սա մամուլից ստացած տեղեկատվությունն է, որովհետև քննչական կոմիտեն եւս հարկ չի համարում այս պահը որևէ պարզաբանում, պաշտոնական պարզաբանում տալ այս հարցի հետ կապված, իսկ ինչպես տեսնում եք, մեր փաստաբանները վերևում են գտնվում, խուզարկությանն են մասնակցում եւ տեղեկատվություն չունենք, հուսանք, որ ավելի ուշ փաստաբանները կամ պարոն Ծառուկյանը անձամբ կպատասխանի ձեր բոլոր հարցերին։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ նման գործողությունները իրենց համար սպասելի էին։ Մինչ իրավապահները թույլ կտային մտնել բնակարան, փաստաբանը նշել է, որ քրեական վարույթների մանրամասներին դեռ ծանոթ չէ։ Պետք է ծանոթանա նաև Ծառուկյանի առանձնատան խուզարկության որոշմանը։ Ինչ վերաբերում է ընդհանրապես նման գործողություններին, ապա դրանք սպասելի էին։ Պատահական չէ, որ դրանք բոլորը սկսվեցին Սահմանադրական դատարանի որոշումից հետո, նշել է Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտից ազգային անվտանգության ծառայողները քննչական կոմիտեի քննիչների հետ համատեղ խուզարկություններ են իրականացնում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը եւ իրեն պատկանող մի շարք ընկերություններում։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ խուզարկություններ են իրականացվում քննվող վարույթների շրջանակներում։ Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնել։ Սպուտնիկ Արմենիայի տեղեկություններով Երևանի Արարատ գինու կոնյակի օղու գործարանի աշխատողներին եւս չեն թողնում ներս մտնել։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների քննչական կոմիտեի աշխատակիցները համարներից դուրս են հանում Օլիմպիավանում հավաքների նպատակով գտնվող օտարերկրյա մարզիկներին, քննչական վարույթային գործողություններն այնտեղ շարունակվում են։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:35-ի սահմաններում Nissan Magnich ավտոմեքենան Հրազդան քաղաքից դեպի Մարմարիկ ընթացող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Վթարի հանգամանքները պարզվում են։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող լիագումար նիստին։ Նախատեսված է նաև Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ուժեղ Հայաստանը կվերցնի պատգամավորական մանդատները, հայտնել է կուսակցության առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։ Այսպիսով մենք եկանք մի հայտարարի, որ ճիշտը մեր կողմից, մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է եւ ներկայացվածությունն է ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաեւ։ Հիշեցնեմ, որ ուժեղ Հայաստանը եւ ընդհանրապես ընդդիմությունը այսօր պատմականորեն ամենաշատ ձայներն է ստացել Փաշինյանական իշխանության ժամանակահատվածում։ Հայաստանում իրական ընդդիմադիր դաշտում ազգային ժողովի ընտրությունների ժամանակ վերջին ժամանակներում ամենաշատ ընդդիմադիր ձայներ հավաքած ուժը ուժեղ Հայաստանն է։ Եվ սա ապացուցում է մի բան, որ մեր հայրենակիցները վստահեցին մեզ, իսկ մենք երբեք չենք հիասթափեցնի մեր հայրենակիցների։ Ըստ Կարապետյանի մանդատներ վերցնելը չի նշանակում ազգային ժողովում այս համամասնության լեգիտիմության ճանաչում, քանի որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ավելի շատ ներկայացուցիչներ ունի, քան պետք է ունենար, եթե լինեին օրինական եւ արդար ընտրություններ։ Հայաստան դաշինքը կվերցնի մանդատները, հայտարարություն է տարածել դաշինքի պաշտոնական էջը։ Մեջբերում հայտարարությունից։ Մեզ համար պատգամավորական կարգավիճակը պաշտոն կամ հարմարավետություն չէ, այն լրացուցիչ գործիք է, իրավական ու քաղաքական գործիքակազմ եւ ամենօրյա հակազդեցության հնարավորություն։ Ուստի կարծում ենք, առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է եւ դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության եւ մեր ընտրողների հանդեպ։ Մեջբերման ավարտը։ Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին տեղեկացել ենք նրա ընկերոջ Հարություն Բոգարյանի էջից։ 3 օր էր հիվանդանոցում էր, այսօր առավոտյան ժամը 3:55-ին սիրտը կանգ է առել, նշել է Բոգարյանը։
Իրանում շարունակվում են նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները։ Նրա դագաղը տեղափոխում են Թեհրանի փողոցներով, որպեսզի մարդիկ կարողանան վերջին հրաժեշտը տալ։ Տասնյակ հազարավոր մարդիկ եկել են հրաժեշտ տալու Իրանի զոհված գերագույն առաջնորդին եւ նրա ընտանիքի անդամներին։ Խամենեիի երեք որդիները Մոստաֆան, Մասուդը եւ Մեյսամը մասնակցել են հոր հրաժեշտի սգո արարողություններին, իսկ մյուս զավակը Մոջթաբա Խամենեին, ով ներկայումս երկրի գերագույն հոգևոր առաջնորդն է հանդիսանում, չի մասնակցելու արարողություններին անվտանգության նկատառումներից ելներով։ Մարդկանց հոսքը դեպի Մոսալի մզկիթ, որտեղ երկար ժամանակ աղոթք է հնչել Խամենեիի հոգու հանգստության համար, չի դադարում նույնիսկ գիշերը։ Մզկիթի վրա վրեժխնդրության դրոշն է բարձրացվել։ Սա նշանակում է, որ այնուամենայնիվ Իրանը չի ների գերագույն հոգևոր առաջնորդի սպանությունը, որքան էլ բանակցային գործընթացը շարունակվում է։ Թեհրան են ժամանել ավելի քան 100 երկրների ղեկավարներ, որոնց թվում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսլամական Հանրապետության համար այս գլխավոր իրադարձությանը մասնակցելու եւ լուսաբանելու նպատակով ժամանել են նաև տարբեր երկրների հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում հայկական լրատվամիջոցներից։ Իրանի եւ ԱՄՆ-ի բանակցություններն ընթանում են չափազանց բարդ մթնոլորտում լի անվստահությամբ, կարծում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի կնոջ հայր եւ խորհրդարանի նախկին խոսնակ Ղոլամ Ալի Հադադ Ադելը։ Իրանցիները պատրաստ են պաշտպանել իրենց շահերն այս բանակցություններում։ Հանուն դրա Իրանը պատրաստ է ռազմական գործողությունների վերսկսմանը, թեև առանց այդ էլ բարձր գին է վճարել իր անկախության համար։ Իրանը պատրաստ է դիմադրության, բայց դրա հետ մեկտեղ լավատեսորեն է նայում ապագա գործընթացներին, հավելել է քաղաքական գործիչը։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Կիևի սադրանքներին հուլիսի 7-ից 8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Մենք պետք է սպասենք սադրանքների եւ ցանկացած պահի զգոն լինենք, ասել է նա, վեստի հեղինակ Պավել Զարուբինին, հավելելով, որ Կիևի ռեժիմն ամեն ինչի ընդունակ է։ Պեսկովի խոսքով ՀՌԳ-ն շարունակում է որպես իսկական պատերազմ, քանի որ Կիևին օգնում են Բերլինը, Փարիզը, Հագան, Օսլոն եւ Վաշինգտոնը։ Նա նաեւ նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ակտիվացրել են հարվածները Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, ռազմաճակատում իրավիճակի վատթարացման պատճառով եւ դա անվանել է ահաբեկչություն։ Ռուսաստանի զինված ուժերը անվտանգության գոտի են ստեղծում Կիևի ռեժիմի ագրեսիվ էության պատճառով, եզրափակել է Պեսկովը։ Իսկանդեր հրթիռներն ու գերան երկու անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կիևի Ժուլիանի շրջանում գտնվող Վիզար մեքենաշինական գործարանին, որն օգտագործվում էր հրթիռային սպառազինության արտադրության եւ պահպանման համար։ Հարվածի հետևանքով գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, ուղեկցվելով երկրորդային պայթյուններով։ Ուկրաինական ԱԹՍ-ներն էլ հարձակվել են Լենինգրադի մարզական հրապարակի եւ Ուստ-Լուգա նավահանգստի վրա։ Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ռուսական զինուժերի պատասխան Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումների զանգվածային հարվածներ է հասցրել Կիևում եւ Կիևի մարզում գտնվող ռազմաարդյունաբերական համալիրի եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ անկախության օրվանից հետո Կալիֆոռնիայում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։ ԱՄՆ տարբեր քաղաքներում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է առնվազն 6 մարդ։ Անկարգությունների հետևանքով կա 30-ից ավելի տուժած։ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին անմիջապես թիմի աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։ Բրազիլիան 1/8 եզրափակչում 2-1 հաշվով պարտվել է Նորվեգիային։ Ես սկսեցի այստեղից եւ այստեղ էլ ավարտում եմ, նշել է Նեյմարը։ 34-ամյա ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ 2010 թվականից ի վեր նա անցկացրել է 130 հանդիպում, դարձել 80 գոլի եւ 59 գոլային փոխանցման հեղինակ։ Նորվեգիայի դեմ խաղը Նեյմարի համար 15-րդն էր աշխարհի առաջնություններում։ Այս ցուցանիշով նա գերազանցել է աշխարհի եռակի չեմպիոն Պելեին։